Ուզում եմ ուղիղ մեջբերում անել ձեր վերջին հարցազրույցներից մեկից, երբ կոնֆլիկտի երկու կողմերը սկսում են իրար հետ հարաբերվել, խոսքը ուղիղ հարաբերվելու մասին է, դրանից շատ հազվադեպ դեպքերում է դրական արդյունք լինում։ Իհարկե, այստեղ խոսքը կոնտեքստից կտրված է, բայց ամեն դեպքում ընդհանրական պատկերացում կկազմի նաև ունկնդիրը, ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք կարող ենք փաստել, որ վերադառնալով օգոստոսյան դեպքերին, որ Միացյալ Նահանգները բացի խորհրդանշական խաղաղության աղավնու դերը ստանձնելուց, ինչ որ առարկայական կարևորություն է տվել, բերել կամ բերելու այս բանակցությունների ընթացքին, բացի այդ Վաշինգտոնյան շքեղ հանդիպումից, լուսանկարներից եւ պատկերավոր հոլովակներից։ Ինչի համար եմ ես դա ասել։ Մենք երբեք չենք բանակցել ուղիղ Ադրբեջանի հետ, որովհետեւ դա աբսուրդ է։ Դրանից ոչ մի լավ բան դուրս գալ չի կարող։ Ես միշտ այս օրինակն եմ բերում։ Նույնիսկ բանկ վարկառու հարաբերությունների մեջ, երբ բանկը ակնհայտորեն ավելի հզոր է, ունի ռեսուրսներ եւ այլն, երբ որ վարկառուի գրավը պիտի վերցնեն իրանից, գալիս է միջնորդ, որը կամ հարկադիր ծառայությունն է, կամ հաշտարարի ինստիտուտը, կամ եւ այլն։ Այսինքն երբեք ուղիղ կոնֆլիկտի կողմերը իրար հետ որևէ արդյունավետ բանի չեն հասի։